Ես ընտրում եմ այս ուղին, որպեսզի Կուբայում սովից չմեռնեմ։ Հեռավոր եւ տնտեսապես խոցելի երկրներից։ Նրանցից ոմանք գիտեին, թե ինչի համար են գրանցվում, մյուսները խաբվել էին։ Վերջում նրանք հայտնվում են առաջնագծում, հաճախ օգտագործվելով որպես թնդանոթի միս։ Երբ ականը պայթեց, գրեթե բոլորը զոհվեցին։ Նրանց ընտանիքները հայրենիքում փորձում են տեղեկություն ստանալ կամ գումար, կամ նույնիսկ զոհվածների մարմինները։ Ամենասարսափելին այն է, որ նրա մարմինը պարզապես նետել էին Ռուսաստանի մի անտառում։ Մենք հանդիպել էինք Բանգլադեշից, Քենիայից եւ Կուբայից այն զինվորների հարազատներին, որոնք մեկնել էին Ուկրաինա Ռուսաստանի կողմից կռվելու։ Ռուսաստանն օտարերկրացիների է հավաքագրում Ուկրաինայում պատերազմի համար։ Յոան Վինդոյի Մենդոսայից մնացել է միայն այս հիշողությունները։ Այս նկարում նա 16 կամ 17 տարեկան է։ Ահա այստեղ արդեն Մոսկվայում է, համազգեստով։ Յոանը Ռուսաստան էր մեկնել հավատալով մեծ գումար վաստակելու խոստումներին։ Նրան այդ գումարը անհրաժեշտ էր հասնելու ԱՄՆ, իր եղբոր Մայքլի մոտ, որը այնտեղ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում եւ ընտանիքից աջակցություն չուներ։ Յոանին խոստացել էին ամսական $2000, հսկայական գումար Կուբայի համար, որտեղ միջին ամսական աշխատավարձը մոտ $20 էր։ 2023 թվականին Reuters նկարահանել էր Յոանին եւ մի խումբ այլ երիտասարդ կուբացիներին, որոնք ցանկանում էին մեկնել Ռուսաստան։ Բոլորն ասում էին, ես ընտրում եմ սա, որպեսզի Կուբայում սովից չմեռնեմ։ Նրանք հստակ գիտեին, թե ուր են գնում։ Ես նույնպես գիտեմ։ WhatsApp-ի այս չաթում հավաքագրողը Յուհանին բացահայտ ասել է, որ պետք է պայմանագիր ստորագրի ռուսական բանակի հետ։ Նա ասաց, եթե ամեն ինչին համաձայն ես, ուղարկիր անձնագրիդ լուսանկարը։ Ես ուղարկեցի։ Մայքլը փորձել էր հետ պահել նրան, բայց ապարդյուն։ Եղբորս հաջորդ լուսանկարը, որ տեսա, մեծ ցավ պատճառեց ինձ։ Նա ռուսական դաշտում էր, կրծքավանդակին հասնող ձյան մեջ, զինվորի հագուստով։ Ձեռքին AK-47 էր, որը իրենից էլ մեծ էր։ Բանակ մտնելուց հետո Յոհանը փորձել էր փախչել, բայց նա մենակ էր օտարերկրում պատերազմական գոտու խորքում, առանց անձնագրի։ Նա չգիտեր ուր դիմել օգնության համար։ Նա ինձ ասաց, պետք է ինձ այստեղից դուրս բերես։ Գիտեմ, սխալ եմ արել։ Ներիր ինձ, խնդրում եմ, փրկիր ինձ, շուտ արի։ Լուիսվիլում գտնվող այս բազմոցին նստած հազարավոր կիլոմետրեր հեռու Մայքլը օրեր ու գիշերներ էր անցկացնում փորձելով օգնել եղբորը։ Նրանք գրեթե ամեն օր խոսում էին, մինչև մի օր զանգերը դադարեցին։ Աշխարհի մյուս ծայրում արևմտյան Քենիայում Չարլզ Մուտոկան շատ լավ գիտի, թե ինչ է զգում Մայքլը։ Նրա միակ որդին Քենիայի բանակի նախկին զինծառայող Օսկար Խագոլա Մոտական նույնպես մի տարի առաջ մեկնեց Ռուսաստան։ Նա եկավ ու ասաց, հայրիկ, Ռուսաստանում աշխատանք եմ գտել։ Ես նրան ասացի, որ այդ երկիրը շատ վտանգավոր է, որովհետև վերջում նա կհայտնվի զինված ուժերում։ Գիտեք արդյոք, թե ինչի մեջ էր մտնում, թե ոչ, Օսկարը չլսեց հորը։ Ընտանիքը ճշմարտությունն իմացավ այս լուսանկարից, միակ լուսանկարից, որը Օսկարը ուղարկել էր Ռուսաստանից։ Օսկարը մահացավ դրանից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Նրա կինը Միլկա Նիլման եւ ընտանիքի մյուս անդամները այս մասին տեղեկացան ոչ պաշտոնական աղբյուրներից։ Օսկարը մասնակցում էր չափազանց վտանգավոր գործողությունների եւ միշտ առաջնագծում էր։ Նա վերադարձի հնարավորություն չուներ։ Երբ ինձ ասացին, որ նա մահացել է, ես չհավատացի։ Մինչև այսօր էլ դժվարանում եմ հավատալ։
Արդեն ամիսներ շարունակ Օսկարի ընտանիքը սպասում է, որ նրա մարմինը վերադարձվի հայրենիք։ Կենիայի կառավարությունը խոստացել է օգնել, սակայն ոչինչ չարեց։ Մայիսին նրանք վերջապես հուղարկավորության ծես կատարեցին առանց մարմնի։ Այժմ գոնե մի տեղ ունեն, որտեղ կարող են աղոթել նրա հոգու համար։ Բայց ոչ, փակել այդ էջը։ Ամենասարսափելին այն է, որ նույնիսկ չեմ կարող պատկերացնել։ Նա թաղված է, թե մարմինը պարզապես նետել են Ռուսաստանի որևէ անտառում, այն երկրում, որ նա գնացել էր, շատ հեռու մի տեղ։ Օսկարի գերեզմանը մոր գերեզմանից ընդամենը մի քանի քայլ է հեռու։ Նրա մայրը մահացել է 6 տարի առաջ։ Այժմ հայրը միայնակ է ապրում ընտանեկան տանը։ Օսկարն ու Յոանը միակը չեն։ Ռուսաստանի իշխանությունները ակտիվորեն հավաքագրում են տղամարդկանց աշխարհի ամենախոցելի երկրներից, ասում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իլյա Նուզովը։ Ռուսաստանը ստեղծել է համաշխարհային հավաքագրման գիշատիչ ցանց Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմում օտարերկրյա քաղաքացիներին շահագործելու նպատակով։ Այս հավաքագրումը թիրախավորում է աշխարհի տարբեր երկրներում ապրող տնտեսական, սոցիալական եւ իրավական առումով խոցելի մարդկանց։ Իսկ կիրառվող մեթոդները տատանվում են գայթակղիչ առաջարկներից մինչև խաբեություն եւ հարկադրանք։ Այս գործելակերպը միջազգային վրդովմունք է առաջացրել։ Աշխարհի տարբեր երկրներում հավաքագրվածների հարազատները դուրս են եկել փողոց, պահանջելով վերադարձնել իրենց սիրելիներին, ինչպես օրինակ այստեղ, Պերույում։ Քաղաքական գործիչները հանդիպել են Պուտինի եւ նրա նախարարների հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդունել է, որ օտարերկրացիներ մասնակցում են պատերազմին, սակայն նրանց անվանում են կամավորներ։ Ռուսաստանը ոչ ոքի չի հավաքագրում։ Կամավորները մասնակցում են այս հատուկ ռազմական գործողությանը Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան։ Մենք դիմեցինք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը լրացուցիչ տեղեկությունների համար, սակայն մեր հարցերին չպատասխանեցին։ Փետրվարին հաղորդվեց, որ Ռուսաստանը կազմել է սահմանափակումների ենթակա երկրների ցուցակ։ Երբեմն իսկապես նվազել կամ առնվազն ժամանակավորապես դադարել է որոշ երկրներից հոսքը, սակայն մենք կարծում ենք, որ Ռուսաստանը շրջանցում է այդ սահմանափակումները, մի երկրում հավաքագրումը նվազեցնելով եւ ուշադրությունը ուղղելով մեկ այլ երկրի վրա։ Օտարերկրացի հավաքագրվածների թիվը շարունակում է աճել, ոչ թե նվազել։ Ուկրաինական հետախուզության տվյալներով Ռուսաստանի կողմից կռվող օտարերկրյա վարձակալների թիվը գերազանցում է 27000-ը։ Նրանց մեծ մասը Կենտրոնական Ասիայից է, սակայն կան նաեւ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից եւ Հարավային Ասիայից։ Բանգլադեշի գյուղերից Ֆաթիմա Բեգումն ու Աքրամ Մոնդոլը ավելի բախտավոր են եղել։ Նրանց միակ որդին Արմանը վերադարձել է Ուկրաինայի պատերազմից։ Բայց նրա առողջությունը քայքայել է ու ապագան կործանել։ Այն ամենն ինչ նա տեսել եւ ապրել է այնտեղ։ Այդ տեսարանները դեռ աչքերիս առաջ են։ Ինչպես էին մարդիկ մահանում, ինչպես էին նրանց դեմքերն ու աչքերը այլանդակվում։ Ոմանք պայթում էին ականների վրա, իսկ անօթաչուները շարունակում էին հարվածել մեկը մյուսի հետևից։ Մարդկանց ձեռքերն ու ոտքերը անջատվում էին մարմիններից։ Դա իսկապես սարսափելի էր։ Միլիոնավոր երիտասարդ բանգլադեշցիների նման Արմանը նույնպես երազում էր արտասահմանում աշխատանք գտնել եւ ընտանիքը դուրս բերել աղքատությունից։ Նրա ֆերմեր հայրը վարկեր էր վերցրել եւ հողամասեր վաճառել միջնորդին վճարելու համար։ Արմանը Ռուսաստան էր մեկնել զբոսաշրջային վիզայով։ Նրան խոստացել էին աշխատանք սննդամթերքի փաթեթավորման ոլորտում, սակայն ստիպել էին պայմանագիր ստորագրել ռուսական բանակի հետ։ Մեզ շատ վատ էին վերաբերվում։ Մարտի դաշտում միշտ մեզ էին ուղարկում առաջին գիծ, իսկ իրենք մնում էին հետևում։ Մեզ օգտագործում էին որպես կենդանի վահան եւ հրում էին առաջ մարտական գոտի։ Այդպիսի գործողություններից մեկի ժամանակ նրանց մեքենան անցավ ականի վրայով։ Երբ ականը պայթեց, համարյա բոլորը զոհվեցին։ Միայն երկուսս փրկվեցինք։ Մյուսի ձեռքն ու ոտքը ծանր վնասվածքներ ստացան։ Ես էլ ոտքից վիրավորվեցի, հետո անօթաչուն հարվածեց եւ ոտքս երկրորդ վնասվածքը ստացավ։ Նրա մարմինը կրում է պատերազմի հետքերը, ոտքի մեջ դեռ բեկորներ կան։
Արմանին հաջողվեց փախչել պատերազմական գոտուց, սակայն հայրենի Բանգլադեշում նա չի ստացել ոչ փոխհատուցում, ոչ վերականգնողական բուժում, ոչ էլ արդարություն։ Իմ ամսական բժշկական ծախսերը կազմում են 8-ից 9 հազար տակա, մոտ 65-75 դոլար։ Ինչպես պիտի վճարեմ։ Այս վիճակում ես չեմ կարող նորմալ փող աշխատել։ Այժմ նա պարզապես շրջում է գյուղում, որտեղ աշխատանքի հնարավորություն չկա, եւ ինտերնետում փնտրում է որևէ այլ ճանապարհ իր ապագան ապահովելու համար։ ԱՄՆ-ում Մայքլը նույնպես հուսահատ որոնում է որևէ լուր եղբորից, ողջ է նա, թե մեռած։ 3 ամիս առաջ Յոհանի անունը հայտնվեց Ուկրաինայի հրապարակած զոհված օտարերկրյա մարտիկների ցուցակում։ Ես պարզապես չեմ կարող ընդունել դա, չեմ կարող գիտակցել, որ եղբայրս այլևս չկա։ Մայքլը ցույց է տալիս այն հագուստները, որոնք այս բոլոր տարիներին գնում էր Յոհանի համար։ Ամեն ինչ նոր է, նրա համար եմ գնել։ Այս անգամ հագուստի փոխարեն նա գնել է սափոր Յոհանի աջունի համար։ Որպես ընտանիքի ավագ որդի եւ 5 երեխաների հայր, Օսկարը ընտանիքի հիմնական կերակրողն էր։ Նա սկսել էր տուն կառուցել հոր համար, սակայն այդ շինարարությունը երբեք չի ավարտվի։ Օսկարի ընտանիքը ոչինչ չի ստացել ոչ Ռուսաստանից, ոչ Կենիայից։ Խոսակցություններ եղել են փոխհատուցման մասին, բայց չեմ կարծում, որ որևէ գումար կարող է վերացնել այն ցավը, որը մենք կրում ենք։ Այդ ցավը ապրում են հարյուրավոր ընտանիքներ Քենիայում։ Սա ինչ պատերազմ է, ինչ կապ ունի այն մեզ հետ, թողեք Աֆրիկան հանգիստ, սա քենիացիների պատերազմը չէ, նրանք պետք է թանկ վճարեն նրա համար, որ մեր որդիներին, աֆրիկացիներին տարան կռվելու իրենց փոխարեն, իրենց պատերազմում։ Ուկրաինական մարտադաշտը շատ հեռու է քենիական այս խաղաղ գյուղից, սակայն պատերազմի սպիները տեսանելի են այնտեղ, ինչպես նաև Կուբայում, Բանգլադեշում եւ այն բոլոր երկրներում, որտեղ Ռուսաստանը շարունակում է մարդկանց հավաքագրել իր պատերազմի համար։